այս ընթացքը այդպես է լինելու։ Նախ Տիկին Ղազարյան, առաջինը, եկեք, որպեսզի ես հանգարտ չսկսեմ որակումներ տալ ձեր կամ ձեր գործընկերների ներկայացրած տարբեր փաստաթղթերի հետ, եկեք զերծ մնանք դպրոցական ձևակերպումներից մեկ։ Երկրորդ, նորից վերահաստատեմ, եթե դուք ես վերտառությամբ հայտարարության վերաբերյալ բովանդակային քննարկման կարող եք մտնել, ես սիրով կազատեմ իմ ամբողջ օրվա գրաֆիկը եւ ամբողջ օրը ձեր հետ այն բովանդակային կքննարկեմ։ Առավել եւս, որ վստահեցնում եմ ձեզ, որ այս հայտարարության մեջ չկա նույնիսկ մեկ ստորակետ, որը մենք չենք կարող հիմնավորել։ Ինչ վերաբերվում է, թե ինչ մոտեցումներով ենք եկել, ասեմ, ոնց էր վարպետի մոտ տառապանքը սփորձ ունի։ Երբ մենք եւ Հայաստան խմբակցությունը համատեղ COP29-ին ընդառաջ առաջարկում էինք ազգային ժողովի հայտարարության տեքստ գերիների հետ կապված, ընդհանրական դա COP29-ին էր, որը իր մեջ պարունակում էր մեսիջներ միջազգային հանրությանը, Ադրբեջանի ղեկավարությանը եւ այլն, այն ժամանակ էլ մենք գրեթե վստահ էինք, որ հայտարարություն, որը մեկ տառ անգամ չուներ ներքաղաքական օրակարգի, մեկ տառ, պիտի որ առանց որևէ խնդիր ընդունվի, բայց ձեր խմբակցությունը այն տապալեց, այնպես որ իմ սպասելիքների տեսանկյունից ես այդ ժամանակ սովորեցի, որ սպասելիքներ ԿՊ-ից ունենալ չարժի։ Շնորհակալություն։ Խնդրեմ Նիկոլյան։ Պարոն Մամիջանյան, դուք այստեղ ձեր կետերից մեկում նշել եք, որ տարածքային ամբողջականության խաթարում գոյություն ունի, եւ այստեղ նշել եք, որ 2021 թվականից սկսած թշնամական ուժերը բազմիցս խախտել են Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները, գրավել են տարածքներ։ Դուք նշել եք միայն 2021 թվականից ի վեր, բայց ես ուզում եմ հասկանամ, որ մեր առաջին պատերազմից, Արցախյան պատերազմից հետո մեր ինքնիշխան տարածք Արցվաշենը եւ ինչը մինչեւ այսօր գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո։ Այդ դեպքում դուք ինչպես եք վերաբերվում Արցվաշենին, չէ՞ որ հենց առաջին պատերազմից հետո այն գտնվում է Ադրբեջանում, ինչու այստեղ նշված չի Արցվաշենի մասին։ Ձեր վերաբերմունքը այս մասին, այդ դեպքում ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի։ Ճիշտ եք Տիկին Քլան։ Եվ եթե դուք մտնեիք բովանդակային քննարկման մեջ այս հայտարարության, մենք կարող ենք քննարկել ավելացնել այդ կետը։ Բնականաբար հասկացվում է, որ նույնպես մեկ անգամ դուք ճիշտ եք, բայց ակնհայտ է, որ խոսքը գնում է ըստ ձեր պաշտոնական Հարգելի գործընկերներ, հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, խնդրում եմ ապահովեք հանձնաժողովի նիստի ընթացքում աղմուկի ընդունելի աստիճանը, որպեսզի մենք կարողանանք մեր բնական գործունեությունը շարունակենք եւ չմեղադրեք մեզ հետո լրագրողների իրավունքների սահմանափակման մեջ։ Խնդրեմ, պարոն Մամիջանյան, շարունակեք։ Բայց այս հայտարարության պարագայում եթե համատեքստի մեջ նայենք, խոսքը գնում է ձեր պաշտոնական տվյալներով 240 կիլոմետրից ավել մեր ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքների 3 մարզի, պարագայում օկուպացիայի մասին։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ եթե մենք խոսենք զուտ տերմինաբանության տեսանկյունից, այո դուք ճիշտ եք, բայց այս համատեքստը վերաբերվում էր 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների մասին եւ այդ օկուպացիայի վերացման ուղղությամբ զրո քայլերի կատարման վերաբերյալ, որպեսզի ասածս սխալ ընկալումներ եւ նենգափոխումներ չունենա։ Օկուպացված տարածքները ազատագրելու ընդհանուր տարբերակներից մեկն է այսպես կոչված ուժային տարբերակ։ Եվ ես բացարձակ իմ ելույթի մեջ կոչ չեմ անում դրան։ Բայց եթե ծավալվենք, երկար կծավալվենք, որ մենք համարում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պիտի սկսեին կամ առնվազն առաջնահերթություն պիտի ունենային այն տարածքները, որոնք մեր համար կենսական են, մեր տարածքները օկուպացված են։ Բայց արի ուտես, որ սկզբում
Սահմանազատում սահմանագծում տեղի ունեցավ այն հատվածում, որը բխում էր Ադրբեջանի շահերից, պարզ պատճառով, որովհետև Տավուշի հատվածում մեր պաշտպանական գիծը ամենաուժեղն էր, դա հայտնի փաստ է։ Հույս կար, որ գոնե հետո տեղի կունենա օկուպացված տարածքների ազատագրում, բայց դա նույնպես տեղի չունեցավ, ըստ հանձնաժողովի հայտարարության սահմանագծումը սկսելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից ու իջնելու է դեպի հարավ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն մեր սուվերեն տարածքների ազատագրումը փաստացի ոնց որ թե կառավարության գործողությունների մեջ առաջնահերթություն չի։ Հետևաբար այս հայտարարության մեջ նշված էր հենց այդ տրամաբանությամբ, հենց այդ անվտանգային տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Մամիջանյան, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ձեր կառավարման տարիներին դուք ոչինչ չեք արել, որպեսզի մեր Արցախաշեն ինքնիշխան տարածքը վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը։ Բայց ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ձևավորվել է սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով, ինչի արդյունքում մենք իրականացրել ենք շուրջ 12 կիլոմետր սահմանազատված սահման եւ այդ աշխատանքները անպայման շարունակվելու են եւ իհարկե պարտադիր կերպով 200 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք, որը ներկայությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այն սահմանազատման սահմանագծման հանձնաժողովի արդյունքում անպայման վերականգնելու ենք եւ բնականաբար դա մեր ինքնիշխան տարածքն է եւ այդ գործընթացները շարունակական են։ Առավել եւս, երբ որ մենք ստորագրել ենք խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ պարտադիր այդ նախաստորագրումը եւս հիմք է հանդիսանում խաղաղության եւ խաղաղ դիվանագիտական ճանապարհներով ամբողջական տարածքային ամբողջականության վերականգնումը։ Խնդրեմ, պարոն։ Ինքլոյան կարիք չկար հիշեցնելու ձեր պատասխանի մեջ, որտեղ ես ինքս իմ պատասխանի մեջ ասացի հանձնաժողովի աշխատանքների մասին, եւ այո, վերահաստատեմ ձեր ասածը։ Այո, կա հանձնաժողով, դա եկեք ավելի պարզ տեքստով ասենք, որովհետեւ մեր քաղաքացիներն են դիտում, իսկ մենք առաջին հերթին աշխատում ենք որպես իրենց պատվիրակներ։ Կա սահմանագծման հանձնաժողով, որը պիտի հստակեցներ Հայաստանի պետության եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Կա շուրջ 200 ըստ պաշտոնական տվյալների քառակուսի կիլոմետր տարածք, որը օկուպացված է։ Մենք սկսում ենք, այսինքն դուք սկսում եք այդ սահմանը սահմանազատել, սահմանագծել ու սկսում եք մի հատվածից, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։ Ավելի ուղիղ տեքստով ասեմ, այս տարիների ընթացքում Տավուշի հատվածում որևէ իրենց տեսանկյունից հաջողված, այսինքն մեր տեսանկյունից վտանգ ներկայացնող ագրեսիա տեղի չի ունեցել։ Ինչի, որովհետև Տավուշի հատվածում մեր պաշտպանական գիծը շատ ավելի լավն է, պարոն Աբրահամյան, այստեղ ենք ավելի լավ է դրանից հասկանում, ավելի մասնագիտական կարող է բացատրել։ Դուք որոշ հատվածում ջարդեցիք այդ իրողությունը, գնալով Ադրբեջանի պահանջով։ Ես ճիշտ ասած ակնկալիք ունեի, որ լավ, առաջինը չեք կարողացել մեր երկրի շահը առաջ տանել, գոնե երկրորդը դա կլինի, բայց չէ, էլի Ադրբեջանի շահով, սկսում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման կետից ու իջնելու է հարավ։ Այսինքն այս պահի դրությամբ 0 քայլ է արված Հայաստանի Հանրապետության պետական սահմանը միջազգայինորեն ճանաչված մեր սուվերեն տարածքը վերականգնելու տեսանկյունից։ Գիտեք, ես երկար կարող եմ ձեր հետ բանավիճել, թե ինչու է տարբերությունը Արցախաշենի իրողության եւ այս իրողության, բայց կարծում եմ, որ դա ակնհայտ է։ Եթե նույնիսկ ձեր համար ակնհայտ չի, ապա մեզ լսողների համար հաստատ ակնհայտ է։ Այդ։ Երկրորդը, ինչ ենք արել մենք, գիտեք, 12, 13, 14 թվականներին ես ամի անգամ ազգային ժողովում ասել եմ։ Մեր սահմանը բարելավվել է շուրջ 500 քառակուսի կիլոմետրով Արարատի մարզի հատվածում։ Ինչի մենք դրա մասին չէինք խոսում, ընդ որում ես այս թիվը շատ նենց թիվ եմ ասում, որ հանգարց որևէ մեկը չկարողանա կասկածի տակ դա դնել։ Մինչև Մեղրի է հասնում, Արարատից սկսած շնորհակալություն պարոն Աբրահամ, մինչև Մեղրի ու Կոմ։ Ինչի մենք դա չէինք բարձրաձայնում, բացատրեմ, որովհետև 20 թվականին ձեր իշխանությունը Ամրանը Տավուշյան դեպքերը այնպես ներկայացրեց,
որպես երրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակ, որը առաջացրեց շատ լուրջ խնդիրներ։ Հաշվի առնելով իմ կարգավիճակը, ես չեմ ուզում ավելի բաց տեքստով ասել, բայց առաջացրեց շատ լուրջ խնդիրներ։ Չարժեր 70 մարտական խաչ, բոլոր տղերքն են հերոսներ, դա չի քննարկվում։ Եվ վերկանալ ասել մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ Հիշեցնեմ, մեր տարածաշրջանում նաև Իրանն է եւ Թուրքիան։ Իսկ հետո դրանից 3 ամիս հետո ասել, որ բանակը պարտվեց։ Այդ ենք մենք արել, Տիկին Քլոյան։ Այո, Արցվաշենի հարցում ձեր պնդումը գուցե մասամբ ճիշտ է, բայց այս պնդումը իրականություն է։ Արձագանքեցիք Տիկին Քլոյան, ելույթով մնացած։ Ես հասկանում եմ իհարկե մի փոքր ընթացակարգի պահպանման շրջանակներում դժվար է արտահայտվել ամբողջությամբ, բայց ի վերջո այս հաստատությունը գործում է ազգային ժողովի կանոնակարգի, մեր աշխատակարգի եւ այլ փաստաթղթերի հիման վրա։ Տիկին Դավոյան, պատրաստ է Տիկին Մինասյանը։